Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանների խիտ բնակեցված բնակելի թաղամասին։ Կիրակի արձակված 3 հրթիռներից 5 մարդ է զոհվել, 28 վիրավոր կա, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Իսրայելական կողմի պնդմամբ զոհերից մեկը Հզբոլահի շտաբի պետն է։ Հայթհամ Ալի Ալ-Թաբաթաբային Հզբոլահը հաստատել է խմբավորման երկրորդ դեմքի մահը, հավելելով, որ Իսրայելն արդեն հատել է կարմիր գիծը։ Միացյալ Նահանգների կառավարությունը Թաբաթաբային ահաբեկիչ է ճանաչել դեռ 2016-ին։ Նրա մասին տեղեկատվության համար $5 միլիոն պարգև խոստացել։ Սա անցյալ տարվանից Թաբաթաբային սպանելու իսրայելական ուժերի երրորդ փորձն էր։ Մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սպանեց Թաբաթաբային, նա մարդասպան է։ Նրա ձեռքերը թաթախված են բազմաթիվ իսրայելցիների եւ ամերիկացիների արյան մեջ, իզուր չէ, որ Միացյալ Նահանգները նրա գլխի համար պարգևատրում էր խոստացել։ $5 միլիոն על הראש שלו. Իսրայելը պնդում է, թե Հզբոլահը մաքսանենգ կերպով նորից զենք է ներմուծում Լիբանան։ Իսկ սպանված առաջնորդը գլխավորում էր գործընթացը։ Հենց խմբավորման զինանոցի թարմացումն էլ հրեական պետությունը համարել է ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք։ Հզբոլահին զինաթափելու պարտավորությունը Իսրայելը մի քանի ամիս առաջ վստահել էր Լիբանանի կառավարությանը։ Լիբանանի նախագահը, որը համաձայնել էր մինչև տարեվերջ ստիպել խմբավորմանը զենքը վայր դնել ու հեռանալ, դատապարտել է իսրայելական հարձակումը, մեղադրել Նեթանյահուին անցյալ տարի Հզբոլահի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը խախտելու համար։ Ակնկալում եմ, որ Լիբանանի կառավարությունը կրկին կկատարի Հզբոլահը զինաթափելու պարտավորությունը, միայն այդ կերպ կարող է Իսրայելի եւ Լիբանանի միջև լավ, անվտանգ, բարիդրացիական հարաբերություններ հաստատվել։ Լավ հարաբերությունների Նեթանյահուի խոստումներին Հզբոլահը չի հավատում։ Իրանի կողմից աջակցվող զինյալները մերժում են զինաթափվելու կոչերը, քանի դեռ Իսրայելը դուրս չի բերել զորքերը Լիբանանի հարավի 5 տարածքներից, ինչը նախատեսված է համաձայնագրով։ Հիմա Հզբոլահի ղեկավարությունը քննարկում է Իսրայելի ագրեսիային արձագանքելու հարցը։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։